Արդեն 21 տարի 2004 թվականից ի վեր Հայաստանում հոկտեմբերի 16-ին նշվում է հայ մամուլի օրը։ 231 տարի առաջ այս օրը 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս տեսավ հայ մամուլի առաջնեկ Ազդարարը։ Ինքնազգային արժեք է։ Հիմնադիրը Հարություն Քահանա Շմավոնյանն էր։ Լույս է տեսել Ազդարարի 18 համար 965 էջ ընդհանուր ծավալով։ Ազդարարի լույսընծայմամբ սկիզբ առավ հայ տպագիր մամուլի պատմությունը, որ շարունակվում է առ այսօր որպես ժամանակների և իրադարձությունների մնայուն տարեգրություն։ Լուրերից բացի պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ ու պատմական աշխատություններ։ Արդեն մեր օրերում մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ վերահրատարակվում է Ազդարար հանդեսը և վերահիմնադիր Մարտիկ Սարգսյանի նախաձեռնությամբ հայկական մամուլի օրը, հայ լրագրության ու լրագրողների օրը մեր երկրում գործող լրատվամիջոցների թերթերի ղեկավարները, հիմնականում մարզային և արտերկրի, հավաքվել էին մամուլի շենքում։ Օրվա կարևորության մասին զրույցներից ու խոսքերից զատ մասնագիտական գործունեությունը բարեխղճորեն կատարելու համար խորհրդանշական շնորհագրեր հանձնվեցին մի քանի լրատվամիջոցների ու լրագրողների, այդ թվում նաև Տավուշ մեդիային, Տավուշի մարզի կյանքը լավագույնս լուսաբանելու համար։ Տավուշցիների հավատարիմ ուղեկիցը Տավուշ մեդիան, որ ամեն օր ու ժամ իր հեռուստադիտողների կողքին է, պատմում է ձեր մասին, լսելի դարձնում ձեր ձայնը, հասանելի դարձնում կարևորը, անհրաժեշտը, հետաքրքիրը և պարտադիրը, խնդիրներից մինչև ժամանց։